Բարև ձեզ սիրելիներ։ Այսօր շարունակում ենք Ղևտացիների 8-րդ եւ 9-րդ գլուխները, որտեղ տեսնում ենք քահանայության հիմնումը եւ Հիսուսը ամեն քայլում։ Ղևտացիները 8-րդում Մովսեսը օծում է Ահարոնին եւ նրա որդիներին քահանայության համար։ Ամեն ինչ հատուկ կարգով՝ լվացում, հագուստ, օծում, այրում։ Նախ Մովսեսը լվաց Ահարոնին ջրով 8:6 Ղևտացիների։ Սա մկրտության ստվերն է Հիսուս Քրիստոսն էլ Հորդանան գետում մկրտվեց նախքան իր ծառայությունը սկսելը։ Հետո օծեց Ահարոնին սուրբ յուղով 8:12-ը։ Օծումը Սուրբ Հոգու պատկերն է։ Հիսուս Քրիստոս նշանակում է օծյալ փրկիչ։ Աստված օծեց Հիսուս Քրիստոսին Սուրբ Հոգով եւ զորությամբ։ Գործ Առաքելոց 10:38-ն է ասում։ Հետո Մովսեսը այրունը դրեց Ահարոնի աջ ականջին, աջ ձեռքի բթամատին եւ աջ ոտքի բթամատի վրա 8:23 Ղևտացիների։ Ականջ, որ լսի Աստծո ձայնը, ձեռք, որը որ Աստծո գործը կատարի, ոտք, որը որ քայլի Աստծո ճանապարհով։ Հիսուսը ինքն է կատարյալ քահանան, ով կատարյալ լսեց, կատարյալ արեց, կատարյալ քայլեց։ Ունենք մի մեծ քահանա, ով անցավ երկինքները, Հիսուս Աստծո որդին, ինչպես Եբրայեցիների 4:14-ն է ասում։ 9-րդ գլխում փառքի ներկայացումն է։ Ահարոնը առաջին անգամ քահանայի ծառայությունն է կատարում։ Զոհաբերությունները, աղոթքներ, օրհնություններ, ամեն ինչ ըստ Աստծո հրամանի։ Եվ հետո տեղի է ունենում մի անսպասելի բան։ Տիրոջ փառքը երևաց ողջ ժողովրդին, եւ Տիրոջ կողմից կրակ եկավ ու կլանեց զոհասեղանի վրա ողջակեզը 9:23-24-ն է ասում։ Ժողովուրդն աղաղակեց եւ երեսի վրա ընկավ Աստծո ներկայությունը, ճշմարիտ էր, շոշափելի էր, ակնհայտ էր։ Եվ սա Հիսուսի խոստման ստվերն է։ Ուր 2 կամ 3 հոգի հավաքված լինեն իմ անունով, ես նրանց մեջ ներկա եմ։ Մատթեոս 18:20-ն է ասում։ Ղևտացիների քահանան տարին մեկ անգամ Աստծո ներկայությունն էր բերում։ Հիսուսը ամեն օր է բերում այդ ներկայությունը, սիրելիներ։ Ամեն պահ Աստծո ներկայությունն է բերում մեր սրտերում։ Մեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են, ինչպես Կորինթացիների 6:19-ն է ասում, 3:17-ը։ Ղևտացիների քահանան այրունը դնում էր ականջի ձեռքի ոտքի վրա։ Ամբողջ մարդը Աստծուն էր նվիրված։ Հիսուսի այրունն էլ պահանջում է ամբողջությամբ մեզ։ Ոչ թե կրակի օրվա կրոն, այլ ամբողջ կյանքը։ Եվ հարց մեզ բոլորիս. արդյոք մեր ականջը լսում է նրա ձայնը, արդյոք մեր ձեռքերը գործում են նրա գործերը, արդյոք մեր ոտքերը քայլում են Աստծո ճամփով։ Սիրելիներ, երբ Կորինթացիս այդ 6-րդ գլխի 19 համարը, որտեղ որ ասում է, որ դուք թանկ գնով գնված եք եւ դուք այլևս ձեր անձիտերը չեք, այս խոսքերը ուղղակի ուզում է ասի, որ նայր քո ձեռքերին, քո ոտքերին, քո աչքերին, քո ականջներին, ուղղակի հայլու դիմաց կանգնիր ու մի հատ ինքդ քեզ նայի։ Երբ որ նայես, հիշի, որ դու այլևս քեզ չես պատկանում, դու Աստծո Քրիստոսի սեփականություն ես, որտեղ նա մեզ գնել է։ Եվ դա է այս գլուխների մեկնաբանությունը, որ ուզում է ասի, որ Քրիստոսն է մեզ գնել եւ մենք իր սեփականություն ենք։ Աստված օրհնի ձեզ թանկագիններ, եթե ինչ-որ ձեր կարծիքներ ունեք, կարող եք մեկնաբանություններում գրեք եւ Աստծո կամքով կհանդիպենք վաղը եւ կշարունակենք մեր հաջորդ գլուխները։ Աստված օրհնի ձեզ եւ ձեր ընտանիքը։